Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք արդյոք։ Պարտադիր մասնակցելու ենք։ Ունեք նախընտրած թեկնածու։ Կարող եք անունը հրապարակել, թե Ինչի՞ չեմ կարող։ Գաղտնիք չի, ես նախ ուզում եմ խաղաղություն լինի մեր երկրին։ Ես Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու, որովհետև ես ինքը շատ բան ունի մեր երկրի համար արած, չհաշված այդ առողջապահական խնդիրներով, որովհետև ես խնդիր եմ ունեցել 1,5 միլիոն մենակ պետությունը ինձ հովանավորել է։ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը նկատի ունեք։ Այո, ինքը ճանապարհներ ասարքել, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, շատ բան ունի արած։ Ես ցանկանում եմ, որ արժանապատիվ խաղաղություն լինի մեր երկրին, ոչ թե մենք մուրանք խաղաղություն, այլ նորմալ խաղաղության։ Հենց դրա համար ես Նիկոլ Փաշինյանն եմ ընտրելու։ Շատ լավ։ Ներողություն եմ խնդրում, իսկ ընդդիմադիր կուսակցությունների, ընդդիմադիր թեկնածուների, ելույթներին, քարոզարշավներին արդյոք հետևում եք։ Ես հեռուստացույցով եմ հետևում, բայց բոլոր դեպքերում ես չեմ էլ ուզում մասնակցեմ իրանց արշավներին, որովհետև ես իմ հիմնական թեկնածուն ունեմ։ Իսկ ձեզ հետաքրքիր է օրինակ ինչ ծրագրեր են առաջարկում, ինչ խոստումներ են տալիս քաղաքացիներին։ Նրանց խոստումներին ես Փոփոխություններ են առաջարկում, որ պետք է։ Չեմ էլ հավատում նրանց խոստումներին, եթե նրանք անող էին 30 տարի առաջ տող Ռոբերտ Քոչյանը կարողանար աներ, որ մեր երիտասարդես 4000, որ Նիկոլ Փաշինյանի վզին են փաթաթում 5000 զո եւ այլն, նախ 5000 չի 4000 է եւ այդ ամբողջը 30 տարվա ընթացքում թող կարողանային Ղարաբաղի հարց լուծեին, ինքնավար մարզ սարքեին եւ այլ եւ այլն։ Ընդեն մադրիդյան սկզբում կար եւ այլն 100 հարցեր կար, ես գրագետ մարդ եմ, դպրոցի տնօրեն մաշը, ես լավ էլ գիտակցում եմ թե երկրի ճակատագիրն ինչ է։ Կոպիտ չեն չի, ես ոնց որ բերեցին գցեցին Նիկոլի գրպանը, հիմա Նիկոլին կարող է դավաճ անել, ասեն ամեն բաներ կապեն Նիկոլի հետևից, բայց ես Նիկոլին հարգում եմ, այս անգամ էլ որ Նիկոլը ընտրվեց, մեր երկիրը կփրկվի, որովհետև մենք ԵՄ գնալով Եվրոմիություն վիզաների ազատականացման խնդիր ունենք, տոմսը կառնենք, կգնանք մեր հարազատներին կտեսնանք կգանք։ Ես ոգևորված եմ եւ ես ցանկություն ունեմ եւ ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անցնի։ Ներողություն եմ խնդրում հարգել քաղաքացի, իսկ տեղյակ եք, որ հենց նույն Եվրամիության անդամակցության հարց դրված չէ նախընտրական ծրագրում քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որովհետև նշված է, որ շարունակելու ենք եւ Եվրասիական տնտեսական միության հետ աշխատել եւ Եվրամիության հետ, բայց ինտեգրման խնդիրը, այսինքն այնպես չի, որ այդպես շատ կարճ ժամկետում լուծվելու է։ Ինքը չի ուզում կապերը կտրի թե Ռուսաստանի հետ, թե ԵՏՄ-ի հետ, բայց Եվրամիության հետ այդ կապը մենք գտնում ենք, քանի որ մինչև հիմա ինչի՞ չի Ֆրանսիայի նախագահ կամ այլ պետությունների, արտասահմանյան երկրների նախագահները կամ վարչապետները եկել Հայաստան, որովհետև Մակրոնը վերջի անգամ ասաց, որ ես ինձ շատ ազատ ու հանգիստ եմ զգում, դեմոկրատական երկիր եմ ես գնահատում Հայաստանը, դրա համար եկել է։ Նրանց ժամանակի չէին գալիս։ Հիմա այստեղ մի հատ խնդիր էլ կա, ով Ռուսաստանի հետ կապ ունի բոլոր դեպքերում նրանք Կալուգայի Սամով պետք է ընտրեն եւ այլն, կամ էլ ցանկություն կա կամ չգիտեմ ինչ ճանապարհներով ուզում են, բայց բոլոր դեպքերում ես կցանկանամ մեր ժողովուրդը մի քիչ խելք ունենան, ուղեղ ունենան, որպեսզի չտրվեն հոսանքների։